հեռու պահեք ձեր ձեռքերը իմ ընտանիքից, հատկապես իմ անչափահաս երեխայից, ժողովուրդ, օրաթերթ ու այս թերթի նման այլ լրատվամիջոցներ։ Ինձ հատուկ թիրախավորումը ես վաղուց եմ նկատել այս լրատվամիջոցի կողմից, բայց որևէ բանի տեղ չեմ դնում հերթական լուրերը, բայց չեմ կարող լռել, երբ որ իմ երեխայի լուսանկարով, որը վերցրել են ընկերուհուս սթորի բաժնից, անչափահաս երեխայիս լուսանկարով, քաղաքական նյութ են դնում, եւ որը բովանդակության հետ կապ չունի, հա։ Եվ պատկերացնում եք, թե այս մակարդակի լրատվամիջոցի հետևորդները ինչ ուրախությամբ կսկսեն անիծել իմ անչափահաս երեխային։ Եվ ես երբ որ մտնում եմ այս լրատվամիջոցի գլխավոր խմբագրի, սեփականատիրոջ սոցիալական էջերը, նրանք բազմաթիվ լուսանկարներ ունեն իրենց երեխաների հետ, իրենց անձնական էջերում։ Եվ եթե նույն ոճով պետք է շփվենք, ապա դուք էլ ունեք լուսանկարներ։ Ես էլ վերցնեմ եւ ձեր մասին կարծիքս ասելուց սկսեմ թիրախավորել ձեր երեխաներին, սա որքանով է լրագրության մասին, սա որքանով է էթիկական, սա որքանով է առհասարակ մարդկային։ Հատկապես երբ որ ես երբեք որևէ հատուկ վատ վերաբերմունք ձեր հանդեպ չեմ ունեցել, ընդհակառակը, երբ ձեր լրագրողը մոտեցել է, սիրով պատասխանել եմ։ Չեմ հասկանում ձեր թիրախավոր, լավ հասկանում եմ չնայած, բայց սա որևէ կերպ մարդկային չի։ Ձեզ հավաքեք, թե չէ այսուհետ համարժեք կլինի պատասխանը ձեզ։ Բարի օր, բարի լույս սիրելի մարդիկ, թեև շատ առավոտյան եմ, բայց որոշեցի այսպես էլ շփվենք մի քիչ, գրում եք, գրել եք, թե ինչի շատ ակտիվ չէի հանգստի ընթացքում, որովհետև ես հանգստի մեջ էի, թեև համաձայն չեմ, ես ինչ-որ բաներ նկարել եմ, դες լրիվ անտեղեք չեմ պահել մեր հանգստից, բայց այո, շատ ակտիվ չէի, ես չեմ կարողանում ռեժիմով ակտիվություն պահպանել, որովհետև դա իմ մասին չի, իմ հոգեվիճակը, տրամադրվածությունը շատ մեծ կապ ունի իմ ստեղծածի հետ, իմ աշխատանքի հետ, քանի որ ես դերասանուհի եմ, ստեղծագործ մարդ եմ, ուղղակի հենց այնպես ոչինչ անել չի ստացվում ինձ մոտ։ Նաև пассив հանգիստեր եմ տրված, որովհետև ես տարվա մեջ շատ քիչ ազատ օրեր ունեմ ու եւ ես եւ Լևոնը գեթօգնած էինք ու մեզ պետք էր ոչինչի մասին չմտածել ինչ որ ժամանակ, բայց արդեն վերադարձել ենք, ինձ պետք են ձեր մոտիվացիաները, որպեսզի ես նորից հետ գամ ու նկարեմ ձեզ համար շատ սիրուն։ Բարի երեկո, ուրեմն մի բան պատմում շատ ծիծաղելի ու բարձրանում վերև։ Այսօր ես պատմում եմ իմ ծանոթներից մեկին, թե ես ոնց եմ ընդունվել Ռադիո Ավրորա աշխատանքի, թե ոնց եմ գնացել եւ ասել, որ շատ ուզում եմ դառնամ ռադիոհաղորդավար, ես դերասանուհի եմ մասնագիտությամբ, ու ոնց եմ ընդունվել աշխատանքի։ Մեկ էլ ինձ ասում են, վայ, բա մենք գիտենք, որ Ռադիո Ավրորան քո պապային է պատկանում, ու այդ մասին խոսում են շատ մարդիկ, եւ ոլորտից մեր, եւ ոլորտից դուրս, փաստորեն։ Ուրեմն ես իմ մասին ինչ բամբասանք, ինչ fake իրականության հետ կատեգորիկ աղերս չունեցող բան ասես լսել էի, անկեղծ եմ ասում, ինչ ասես լսել էի, բայց որ Ռադիո Ավրորան իմ պապայինն է, այդ մի բանը նոր եմ բացահայտում ու մենք ահագին այսօր գործընկերներով ծիծաղել ենք դրա վրա։ Հիմա ինչ եմ ուզում ասել սիրելիներ, ցնցանամ ինձ լավ տեսնեք, բամբասանքը մեր շուրջ բոլորն է, միշտ է, շատ է տեղի մի տվեք դրանց։ Նոր լսում եմ Անի Քրիստիի Իմ լռություն երգը, դա իմ ամենասիրելի հայկական գործերից մեկն է, հայ էստրադային երաժշտության։ Ուրեմն այնտեղ բարեր կա, ասում է, իսկ քեզնից հետո վարկյան չանցած չար բամբասանք, այո, տենց էլ կա, երբ ես թատերական ինստիտուտ էի ընդունվում, այդ տարի ամենաբարձր բալերով ընդունվեցի անվճար, ու ինչեր էին խոսում իմ մասին, ընդհանուր միջև, որ իմ պապան շատ հարուստ մեկն է, ու մենք լուրջ փողեր ենք տվել, որ ես անվճար ընդունվում եմ, որտեղ տրամաբանություն, եթե շատ հարուստ էինք, ուրեմն կարող ենք նաև այդ վճարը տալ ու խնդիր չունեինք, հա, ջրանվճարին սարքելու արհեստական լովն էլ եկավ։ Մի խոսքով աբսուրդային պատմություններ, իմ ծիծաղը միշտ գալիս է, երբ լսում եմ տենց բան։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Դերասանի կինը չի դադարում ամենօրյա հրապարակումներով հանդես գալ, դե իսկ երբեմն էլ այդ հրապարակումները բավականին ինտրիգային են լինում։ Հերթական անգամ Էվելինան հրապարակել է իր ընկերներից մեկի լուսանկարն ու գրել.
մենք անհամբեր սպասում ենք, իսկ ինքը դեռ միտք էլ չունի գալու։ Գրել է դերասանի կինը ցույց տալով իր հղի ընկերուհուն։ Շատերը սկզբնական շրջանում մտածել են, թե Լևոնի կինն է պատրաստվում մայրանալ, սակայն ավելի ուշ հասկացել են, որ ոչ։ Դե իսկ այսօր դերասանն ու կինը մեկնել են հանգստի։ Վերջապես ջրհեղեղներով եկա հասատուն խայտարակ եղանակադրսում, ինձ համար չսիրելի, բայց խոստացել էի, որ ցույց պետք է տամ իմ գնումները։ Նախքան ցույց տալը ասեմ, որ այս աշխարհում ըստ իս այդքան էլ արդարացված չեմ կարողանում կամ չի ստացվում արտահայտությունները, որովհետև մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է տրամաբանության սահմաններում, բայց եթե շատ անկեղծ լինեմ մեր գրաֆիկներով մի քիչ դժվար է ստացվում նորմալ սնվելը եւ նորմալ առողջ ջուր կերակուրներ պատրաստելը, հա, տանը, իսկ ես տան կերակուր սիրող մարդ եմ, Լևոնն էլ ինձ հետ միասին, բայց դե չի ստացվում, դժվար է ստացվում։ Հիմա ես կփորձեմ իհարկե պահելով բրենդերի անունները, որ հանկարծ հակագովված չլինի, իմ գնումները ցույց տամ եւ ասեմ, որ այդքան էլ լավ բաներ չեմ արել։ Պերմենիներ եմ արել, առհասարակ կիսաֆաբրիկատներին ես ինքս դեմ եմ, ու պիտի անկեղծ լինեմ, սա երևի վերջին կես տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ առնում եմ, ճարահատյալ այսօր, որովհետև նախ կիրակի էր, կիրակի օրերին երեկոյան ժամերին ինչի խանութներում տորիչելյան դատարկություն, ոչ մի նորմալ մթերք չկա։ Ու բանջարեղեն միրգ չեմ արել ու դրա համար է ինձ մոտ տպավորություն, որ ոչ մի լավ բան չեմ արել։ Գազարի հյութ կփորձենք կտեսնենք, երկե խիստ կասկածում եմ, որ սա իսկական գազարի հյութ է, բայց դեմ։ Վարսակի փաթիլներ, Գերկուլես։ Ասում են, որ շատ արագ է պատրաստվում, դա մեր իմացած լավ Գերկուլեսը չի, բայց ես հենց դա եմ վերցրել։ Լևոնի սիրելի բաստուրման կարագով, իր ամենասիրելի ուտելիքներից մեկն է, շատ արագ ես էլ եմ սովորել ուտել իրենից, եթե անկեղծ շատ համով եմ։ Շարունակում ենք, բոլորից շատ հայտնի, բայց առհասարակ ոչ, չարժի ուտել, իսկ ես չեմ կարողանում ինձ ստիպել և չուտել քաղցեր, կարողանում եմ, որ շատ ուզեմ, կարողանամ, դա չի հարց ուղղակի, շատ չեմ ուզում, կարագ, ժողովուրդ, սա եկեք ոչինչ, տանելի է հաց, որը վստահ եմ օգտակար հաց չի, որովհետև արհեստական ուռած հաց է։ Շքերթը շարունակում ենք խմելի յոգուրտներով, Լևոնի շատ սիրելի, իրան թվում է, որ ինքը շատ օգտակար բան է խմում, հատկապես առավոտները, եթե ժամանակ չունի, սենց խմումա դուրս է գալիս, իրան թվում է վաու, բայց չէ, իրականում նրանք շատ վատ բաներ են։ Շոկոլադ, էլի ինչպես միշտ, կվաս, այսօր իմ սիրտը կվաս է ուզել, և ես առա իրան, թթվաս